Մենք մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հայկ Նահապետյանը, բարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես ազգագործանը 8 տարի շարունակ ստեղծեց այս մահասարսուր, մահաբեր, պատկեր եւ իրականությունը եւ կյանքը այդպես է գալիս է մի պահ, երբ որ դու ուզես թե չուզես առերեսվում ես դրա հետ Արդեն քարոզարշավը սկսվել է, ինքը փողոցներում է, ոնց որ բանը գործ չկա այս երկրում անելու ընդհանրապես, այս մարդը առերեսվում է իրականության հետ, իսկ իրականությունը այն է, նախ ժողովուրդը, հիմա մենք կմիացնենք մի քանի բան, շատ կոնկրետ, իմիջիայլոց երեք Արտակ Ավետիսյան անունով մի քաղաքացի, որ ընդամենը շատ լուրջ հարցեր էր բարձրացրել եւ նաեւ անվանել նրանց դավաճաններ երկիր ծախողներ, դուք տեսաք, որ այս մարդուն ուղղակի ոստիկանություն եկավ եւ տարավ եւ մեկ ամսով կալանավորել է, այսինքն ամեն ինչ անում են, սկսած են երիտասարդ Դավիթից, դպրոցահասակ, այս անձը շարունակում է վախ եւ սարսափ տարածել, հետեւաբար իրեն զգուշացնենք, որ այս վախի եւ սարսափի մեջ ինչ թվեր էլ որ քեզ ներկայացնեն, հիմա ես գիտեմ Նիկոլին ասում են, որ դու 18% ունես, ես վստահ եմ, որ այս 18%-ն էլ գալու է պահը, որ բացարձակ իրականության հետ 18-ից 20% ունի, ասում են Նիկոլը, այսինքն այսպես թե այնպես հավաքական ընդդիմության ինքը պարտվում է եւ դրա համար էլ այդ վիճակում է վստահաբար այս ձայներն էլ որ կան հաստատ այդ վախի մթնոլորտի տակ կամ լռում են կամ ասում են այո եւ իրեն թվում է թե իրեն են աջակցում եւ ձայն են տալի չէ եթե ցանկացած ընդդիմադիր խոսք այսպիսի դիմադրության է արժանում եւ կոնկրետ այսպիսի քայլերի բնականաբար մարդիկ ճշմարտությունը չեն ասում բայց գալու է մի պահ երբ որ գնալու են մտնեն ընտրության իրենք այնտեղ հաստատ կայացնելու են իրենց ընտրությունը եւ առերեսվելով մարդկանց հետ մարդիկ իրեն ուղակի պատին են դեմ տալիս եւ ասում են դու դավաճան ես դու երկիր ծախող ես դու 300,000 կամ 1 միլիոն ադրբեջանցու պատրաստվում ես դարպասները բացել ես բերում ես Հայաստանի բոլոր բարձունքները տվել ես թշնամուն Արցախը կործանել ավիրել ես գերիների մասին ընդհանրապես չես մտածում այդ գերիներին շարունակում են խոշտանգել Բաքվի բանտերում Հայաստանից կա մեծ տարածքներ օկուպացված ադրբեջանցիք հաստատվել են բարձունքներում նստած են եւ մի շարք գյուղեր ուղակի հայաթափվում են որովհետեւ Նիկոլ դու սահմանը բերեմ մոտեցրել ես մցրել ես մեր տներ Ալիևը ուղակի քեզ ծաղրում զվարճանում է եւ բայց դրանով անդերձ ամեն ինչ անում է որ դու մնաս իշխանության որ այդ 300,000 ադրբեջանցուն սկզբում հետո մի քանի օր հետո 1 միլիոն ադրբեջանցիով թուրք լցնեն Հայաստան եւ Հայաստանի հարցը միանգամից փակեն այնպես որ դու ես մեղավոր է 10,000 զոհերի համար 13,000 հաշմանդամների համար քառագլուխ պատերազմ բերող քառագլուխ պատերազմ քպականներ որոնք բերել են 4 պատերազմ եւ անամոթաբար դեռ մի հատ էլ խոսում են խաղաղության մասին ինքը առերեսում է իրականության հետ կա նաեւ մեկ այլ իրականություն սա մի կողմից ժողովուրդն է հիմա պիտի խնդրեմ օրինակ մի արցախցի կնոջ խոսք այսպես հավաքական խոսք է շատ կարճ որ ընթացքում կարող ես դեռ շատ կարճ որ ընթացքում ասում է որ դու ծախել ես Արցախը տվել ես բայց իրականում ինքը Հայաստանն էլ է ծախել բացի այդ նաև հիմա մենք տեսնում ենք որ իր հետ պայքարի մեջ մտած 3 հիմնական ուժերը 3 նաև նրանց միացավ Արման Թաթոյան օրինակ Արման Թաթոյանը իրենց ասել էր պերաշկի ուտող Նիկոլենց անվանեց իդիոտներ այսինքն ապուշ դեգեներատներ որոնք այդ բոլոր գումարները տանում են պարգևավճարների իսկ դրանից առաջ 3-ի առաջի օրը խոսելով նրա մասին որ այս մարդը վախեցնում է պատերազմով եւ ահաբեկում է հայ ժողովրդին պատերազմով Նիկոլը եւ արդեն տեսանելի է որ 300,000 ադրբեջանցի բերելու է իմիջիայլոց առաջին հերթին ես ասեմ որ կենտրոնում ապրող հայերի հարցերն են լուծելու որտեւ ամեն մեկը գալու է ասի Էստանից դուք դուրս են հանելու Պարզ է որ ինչ որ բաներ են միջադեպեր են տեղի ունենալու հենց այդ պահին արդեն թուրքական եւ ադրբեջանական զորքը հետևից կմտնի ինչու համար որ այդ ադրբեջանցիների անվտանգությունը պահեն սա է տեղի ունենալու եթե չեք ուզում հավատալ ոչ մի խնդիր չկա մի հավատացեք նստեք ձեր տներում Երևանում հիմա կտեսնեք թե ոնց են գալու ադրբեջանցիները եւ ինչ են անում եւ ոնց են վռնդելու բոլորին իրենց տներից եթե ձեզ թվում է որ այդ նորակառույց ինչ որ բաները ադրբեջանցիների համար են այդպիսի բան չկա գալու են ասեն այս կոնդում մենք ապրել ենք Ռասիայի մոտակա քեզ շենքերում մենք ապրել ենք չգիտեմ Սուրմալոյից ինչ հատվածում մենք ապրել ենք
Սարյան փողոցի վրա ապրել եք, ես ինչտեղն ապրել են գալու են ու այսպես դուրս են ուղակի հայրերը բարձրարկերը ասելու են քանդեք մեր տները տվեք, քանի որ չեք կարող քանդել մեր տը, ուրեմն բարձրարկը մերն է։ Այս ընդհանրապես մերն է, թող ձեզ թվա թե դա դատարկ բան խոսքեր են, ես չգիտեմ, թե Արցախից հետո կամ Հայաստանի տարածքները վերցնելուց հետո դեռ այդպիսի բան եք մտածում, ինչ ասում։ Եվ նաև առերեսից ասում եմ, Թաթոյանը պատասխանը տվեց, Սամվել Կարապետյանը շատ հստակ ասեց, դե զզվացրեց, թողեց ամեն օր ասում է պատերազմ, եթե ես չլինեմ, ասեց, կլինի ռադդ քաշես գնաս այդ պատերազմն էլ հետը տանես, մենք պրծնենք 4 պատերազմ բերած մարդից, մի հատ էլ սպառնում է 5-րդ պատերազմում, ռադդ քաշի գնա, շատ կոնկրետ Սամվել Կարապետյանը գրողի ծոցը ուղարկեց Նիկոլին, ավելին իր պատասխանը նաև տվեց Գագիկ Ծառուկյանը, որ Գագիկ Ծառուկյանին երեք չառաջորդ են գնավորված հարձակվել էր Գագիկ Ծառուկյանի վրա, որ իրան ձայն տվողը Լուկաշենկոին է ձայն տալիս։ Մի հատ Լուկաշենկոյի կեսի եղեք իր ժողովրդի համար, ոնց որ իր երկրի համար, այս մարդը հասել է նրան, որ սոցիալապես ամենաապահով երկիրը, ամենաանվտանգ երկիրը առանց գլխացավանքի առանց միջուկային գերտերությունն է դարձել, մի հատ էլ փորձում ես, մի հատ էլ հեգնել կամ չգիտեմ ինչ ասել, մի հատ ցանկացած երկրի ղեկավարին պիտի ինչով չափել, թե երկիրը ինչ վիճակում է, չէ՞։ Անվտանգություն 1, տնտեսություն 2, սոցիալական ապահովում 3։ Ապահովություն 3, այս 3 բանն էլ Լուկաշենկոն արվազի իր ճիշտ ասեց, եթե դու ասում ես, Ծառուկյանը պատասխանեց, ասում է այդ դեպքում ով էլ քեզ ձայն տա, նշանակում է Ալիևին վրան էլ Էրդողանին է ձայն տալիս, կամ ասենք մտել անտանի քո երեխեն, քո լակոտը, քո չգիտեմ եսի ինչ է, ես դե ճիշտ ասում, դե եթե տես տղա ես, մի հատ մեծ խոսացող ես, մի հատ ասա գնալու է Բաքվի անամոթ, դու ասում ես 2 ամսից դիմացեք գերիներին բերելու եմ, այդ գերիները կրկնապատկեցիր, քարապատկեցիր, մի մասին չգիտեմ ինչ վիճակում բերել է կիսամարդ կամ դեռ մարդ էլ չկա արդեն բերել է վերադարձել են հաստատ այդ քո արածը չի եւ հիմա էլ ասում տղա ես գնա բեր, բայց ճիշտ է ասում, դե տղա ես գնա բեր, նախ տղա էլ չթողեր որ գերի վերցնեն, եթե դու ինչ-որ բան քեզնից ներկայացնում ես։ Եվ այդ ամեն ինչի գագաթը են էր, որ վերջապես ասեց կզած համբալի կարգավիճակում, բա ինչի մասին է խոսքը։ Եթե մտելա քո տարածքից դուրս չի գալիս, այսքան տարածք ես տվել Հայաստանից։ 1 միլիոն փախստական Ադրբեջանից եւ Արցախից եւ հարակից տարածքներից հայկական ռիսկ չես անում, ոնց որ ասում համբալի կարգավիճակում անգամ ռիսկ չես անում դրա մասին խոսել։ Բայց խոսես ասես որ բանը, մենք էլ 1 միլիոն հայությունը պետք է գա Բաքու, Կիրովաբադ, 150,000 Արցախ, չես խոսում, ինչի չես խոսում։ Չէ, դրա համար էլ որակավորումն է ստանում համբալ, ես չհասկացա պարոն Նահապետյան, ինչի տենց ընկնավորվեց համբալ բառից, ոնց որ այն ժամանակ այդ համբալ բառը նախ մեր խոսքի դուք եք բերել, կարծեմ հենց Ավինյանի հայրը ասեց համբալ, իրենք ժամանակով, այդ որում է ժողովրդին այդպես դիմեց, ոչ թե այն մարդուն, որ իսկապես կզած բան վիճակում է Ալիևի առաջ եւ այդ ովքեր են կզած բան լինում, ովքեր ծառա ու համբալ են, չէ՞։ Իդեպ համբալ բառը թուրքերեն բառ է, որը նշանակում է ծառա, աշխատող։ Ահա Բայց եթե նա այնտեղից ասում է բերելու եմ 300,000, դու չես ասում, ծաղրած ու հարբեցող չես պատասխանում։ Խոսքեր չկա, ճիշտ ասեց իշխանը Սաղաթելյան, դե մի հատ մտի եթեր, ասա որ մի միլիմետր էլ չեմ տալու, չես կարող ասել, որտեվ սահմանագծում սահմանազատում չի եղել, միջխաղաղություն այդ ստորագրելիս դրանից հետո առնելու ամբողջը վերցնելու են։ Ամբողջն է վերցնելու։ Այնպես որ այսպիսի իրավիճակ է, շատ կարևոր զանգ ստացավ պարոն Նահապետյանը, այո, ուղիղ եթերը հենց սրանով է տարբերվում, ես կխնդրեի, որ մի հատ սա միացնեք, որ առերեսվելով Արցախահայության հետ, ինչ ասել։ Ես հատկացել, բայց որովհետև կտրուկ գործողություններ եք անում, կտրուկ գործ։ Ես եկա ձեզ տեսնել։ Նախ բարև բոլորին։ Բարև ձեզ։ Ընտրություններին հետո ուզում եք, դե քանի որ Ղարաբաղը հանձնել է, հիմա որտեղ եք ուզում հասնել։ Դեկին, ես ուրեմն ձեր Ղարաբաղը դուք հանձնել եք։ Ղարաբաղը 100% ինքս Ղարաբաղցի եմ ու գիտեմ որ ինքս եւ դուք ձեր բերանով ասել եք որ հանձնել եք Ղարաբաղը։ Դեկին Ադրբեջան։ նախ ես ուզում եմ Երբ անտուլ են հիմա։ Ունեցված թողած սոված ծարած տեղեքի։ Հազարավոր Ղարաբաղցիներ բնակարանի ապահովության ծրագրից են օգտվում։ Ծրագիրը պետք չէ։ Մայ չապետ ձեր։ 400,000 հոգու բնակարան հատկացնեք։ Մենք անում ենք դա։ Մենք անում ենք դա։ Դուք չեք Դուք քաղաքացիություն ընդունել եք Դա Հայաստանում։ արդեն իմ գործանք, նախ չեմ ընդունի։ Չեք ընդունի։ Մենք Հայաստանն էլ ստախում էլի, ինքը ծախել է, սվացինիսի վերևը, թուրքերը
Ես վերջացնեմ։ Ո՞վ ես դու։ Հիմա ուզում եմ խնդրում եմ ուղղակի ասեք, արդեն Արցախը հանձնել է։ Հիմա ում եք որ մասերն եք հանձնելու։ Իսկ դա հետաքրքիր որ չգրամ տեղ մնամ։ Տիկին, Որ ես չգրամ այդ տեղ մնամ։ դուք ինչ որ դուք ասում եք, Արդեն հանձնել եք հիմա դուք հարց եք տալիս թե չէ։ Հարց եք հանձնելու։ Տիկին, ուրեմն նախ ես ուզում եմ ձեզ հիշեցնել։ Այսպես եւ սա միակ, խնդրեմ, պարոն Ապետյան, եւ սա միակ առերեսումը չի, այն օրը տեսնում մի արցախցիկին է խոսում, ասում է, էլի այդ սահմանամերձ ինչ որ գյուղում ինչ որ մի հատ հին տնական բան մնում է, որդին մահացել է, այնտեղ որդուն կորցրել է, երիտասարդ կին նայում ես, ասում ես, այս կինը, չգիտեմ, երևի շատ երիտասարդ էլի, բայց պարզում է արդեն որդի ունի, որդին այսպես մահացել է, ասում ես, չգիտեմ, այս գերեզմանն էստեղ, այս տալու է, թե չէ, այսինքն, այս ինչի մեջ ենք էլի ու ինչ է տեղում, ես չգիտեմ, մի մարդ, որ հայ ժողովրդին գցել է այս ժողքի մեջ։ Անժելա, եկեք, այս անձը ինքը հետևանք է, պատճառը լրիվ այլտեղ է, պատճառը այնտեղ է, որ պատերազմող երկրում մեր երկրի քաղաքացիները, քաղաքականների տան իշխանությունը, այդ վտանգները ժամանակին այնքանով համարժեք չէին գնահատում, որ թույլ տվեցին Հայաստանում բուծվեին այլ երկրների, մեծ ոչ բարեկամ երկրների ազդեցության գործակալներ եւ գործակալներ։ Այս մարդը այդ գործակալական ցանցի ազդեցության արտահայտողն է։ Այսինքն այնքան բուծվեցին, որ այլևս կարող էին դրսի ճնշումներով իշխանությունների վրա ստիպել, որ իշխանություն հանձնվի։ Սա իդեպ ասեմ, Փաշինյանը հետևանք է, այնպես չի Փաշինյանը մենակ երկնքից եկավ ու իշխանություն վերցրեց, այդպեսի բան չկա։ Այսինքն մենք չկարևորեցինք, չգնահատեցինք, ես Վազգենի Սարգսյան միշտ այդ խոսքն եմ, ասում է ցավոք սրտի մենք իրապես չեն գնահատում մեր հաղթանակը, ժամանակին ասել էր։ Ես գործի բերումով, ծառայության բերումով մեր տնտեսը շփվում է իր հետ, այդ պահով էլ հարցրեցի, ասաց, բա այդ հաղթանակ կերտողին չեն գնահատում։ Նահապետյան ասաց, սոցիալապես ամենաապահով խավը, ամենապաշտպանված խավը պետք է լինի զինվորականը, պայմանագրայինը, երկիրը պահողը, պատերազմող երկրում։ Ասաց, դες չի, չէ։ Ասաց, ամեն մի իրավունք զինծառայողի, սպայի, բանակի հետ կապված կռվով ենք վերցնում։ Այդ ժամանակ դեռևս վարչապետ չէր։ Ես ասում եմ ավելի վաղ շրջան էլի։ Եվ հետեաբար Փաշինյանը ինքը եթե ուշադրություն դարձեք որոշակի խավի ներկայացուցիչ է, այդ խավի անունը դնում են գործակալական ցանց, ազդեցության գործակալներ եւ չարչիններ, կամ չարչինները ես ուղղակի այսպես կենցաղային հողի վրա, իսկ ավելի առարկայական ինքը օլիգարխիկ համակարգ։ Փաշինյանը դրա ներկայացուցիչն է։ Եվ հետեւաբար ցավոք սրտի այդ խավը 3 սյուների վրա կառուցված կայացավ Հայաստանում եւ դրսի ուժերը կարողացան ստիպել բերել իշխանության։ Ինչու 2008-ին իդեպ չեղավ, որտեւ այն ինչ որ այս ավերը մենք տեսանք, փորձը նախ 2008-ին էր, վստահաբար եմ ասում։ Եթե Ռոբերտ Քոչյանի պաշտոնավարման ժամանակ հաջողվեր այս նույն ավերը գործելու են այն ժամանակ։ Ինչու չհաջողվեց։ Նախ որ Ռոբերտ Քոչյանը ինքը առավել վճռականներ է դառնով, Ռուսաստանը խիստ կեցված էր դրսևորել, որ Հայաստանում իշխանապողություն չլինի, բայց ամենակարևորը, որ այս խավը դեռևս չէր կայացել որպես այդպեսին, չէին մխրճվել բոլոր տեղերը։ Անցավ ուղիղ 10 տարի, չէ՞, 10 տարվա մեջ Արևմուտքը իր հատուկ ծառայություններով, գործակալական ցանցով, Սորոսի հիմնադրամներով, բազմաթիվ փողեր, որ այստեղ դրվում էր։ Մեզ թվում է, թե այդ փողերը, ընդ որում այդ փողերի մի մասը Սորոսը դրվում էր ադրբեջանական նավթադոլարներ։ Այսինքն շահառուներից մեկը այստեղ իշխանապողության Ադրբեջանն էր։ Եվ այդ խավը կայացրեցին։ Մինչև 2018-ի մարտ-ապրիլ ամիսները, այս հեղաշրջման, այսպես ասենք, բեմականացումը 3 փորձ են արել։ Այդ գլխավոր փորձերն էր, եթե հիշում եք Էլեկտրիկ Երևան, հա, ստուգում էին, ասենք, իշխանության տարբեր պաշտոն զբաղեցնող ուժային կառույցների ղեկավարները, ոստիկանությունները ոնց են դիմադրում, ինչ խոցելի տեղեր ունի իշխանությունը, ինչ խոցելի տեղեր ունեն իրենք փողոցում պայքարողները, այո, ովքեր են առավել ակտիվ
5-րդ, 6-րդ շարասյունից, ովքեր որ չեն վախում, ում կարելի է 6-րդ շարասյունը դա իշխանության ղեկին գտնվող մարդիկ էին, որոնց գնացին։ Իդեպ այդպես եղավ։ Այսինքն միայն 5-րդ շարասյունը չէր փողոցում ակտիվ, 6-րդ շարասյուն, որը տարբեր պաշտոններ են զբաղեցնում, որոնց пассивությունը բերեց նաև իշխանապողության, այդպես եղել է, չէ՞։ Թե չէ մի քանի տասնյակ մարդ Գյումրիից այստեղ գա մեկ էլ իշխանություն վերցնին, դե բարև ձեզ, հա։ Մենք էլ Մարս մոլորակի վրա ենք ապրում, չենք տեսնում, որը որից հետո է։ Եվ հետևաբար Փաշինյանը ինքը որպես հետևանք է գալիս։ Բայց ամբողջ խնդիրն է, որ ընդդիմադիր Փաշինյանը այնինչ հիմա անում է, իր այդ մտքերը գնահատականները չէր թաքցնում։ Եվ Արցախի հետ կապված, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները հետ կապված։ Ես ներողություն եմ խնդրում եմ ուշադիր լինեք։ Ուրեմն հենց հիմա մեր հաղորդումը գնում է, ուղղակի փակեցի։ Ընթացքում անդադ մտնում է Նիկոլի Գովազդը։ Դա մեզ հետ բացարձակ կապ չունի։ Ինքը որոշակի ուրեմն գովազդային ընկերություններ կան, որ երևի հնարավորություն արտոնությունն է YouTube-ի կողմից գնել են այդ ժամանակը, եւ տեսեք մտնում են մեր ալիքների մեջ։ Այսինքն սա իմացեք, որ մեզ հետ դա բացարձակ չունի։ Եթե տեսնում եք անմիջապես իգնոր արեք, փակեք եւ անցեք։ Ներողություն, խնդրեմ։ Բարի։ Եվ եթե ես ընդհանրացնեմ, իրականում Փաշինյանը իր քաղաքական խմբակով արդեն պատրաստ էր, որ իրանց բերեին իշխանության։ Հիշեք Ռուսաստան դեսպանատան մոտ բազմաթիվ ցույցերը։ Եվ այդ ցույցերի մասնակիցները բոլոր անխտիր այսօր զբաղեցնում են ամենաբարձրագույն պաշտոնները։ Նախարարներ են, ծառայության պետեր են, ուժային կառույցներ են եւ այլն, հա, աշխատակազմի ղեկավար եւ այլն։ Այսինքն ես կարծում եմ, որ այստեղ այո նախկինները որոշակի բացթողումներ ունեցել են։ Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, որը թեթև թույլ տվեց 97 թվականին իդեպ առաջին անգամ Սորոսը այստեղ ներկայացավ, գրասենյակ բացեց, այդ գրասենյակի ղեկավար կարգվեց ոմն մեկը, որը հետո ամենաարմատական ընդդիմադիրներից մեկը Փաշինյանի դուրս եկավ։ Պարոն Հապետյան, դրա միջով հետխորհրդային բոլոր երկրները անցել են, բայց հիմա ես ինչու եմ միտքս ավարտեմ էլի Անժելա։ Ես Բելարուսի մի վարքյան, ես այդտեղ շատ կարևոր էր, այս բոլոր խոսակցության իմաստը, ես իհարկե համակարծք եմ։ Բելարուսի նախագահի ֆենոմենը կայանում է նրանում։ Հիմա հեգնում են բանին Բելարուսի նախագահին, չգիտեմ ինչ-որ իրենցից ոչինչ չներկայացնող անձինք, որոնք հանգամանքներ բերումով այսօր ինչ-որ պաշտոններ են զբաղեցնում, ինչ-որ գնահատականներ են տալիս։ Ուրեմն Բելարուսը եզակի 15 հանրապետությունից միակն էր, որի տնտեսությունը, որը խորհրդային միության ժամանակ կար, գյուղատնտեսությունից սկսած արտադրությունով վերջացած, որևիցե ձևով այդ գործարանները չոչնչացվեցին։ Բելարուսը ինչպես կար արտադրական պոտենցիալ ունեցող երկիր եւ ոչ պակաս գյուղատնտեսական, ինքը այդ պոտենցիալը պայեց, դա առաջներտին իր շնորհիվ Լուկաշենկոյի։ Կարողացավ ճիշտ նորմալ հարաբերություններ շատ դժվար ժամանակներում ստեղծել եւ իր երկրի գլխին սեմ ու տամպեր չկուտակվեց առալս, որ Բելարուսը եւ Ուկրաինան ինչով էին գայթակղելի արևմուտքի համար, Եվրոպայի սրտում էին, մեջտեղում էին գտնվում, այսինքն իրենք համարվում են խաչմերուկային պետություններ, տրանզիտ երկրներ։ Հաջորդը Բելարուսի նախագահը ամեն ինչ արեց, որ իր երկրում չբուծվի այդ 5-րդ շարասյունը։ Արմատախիլ էր անում։ Բայց մեկը բուծվեց։ Այնքանով որքանով, մի հատ կուխրկա եկավ հասկան Տիխանովսկա նրա ամուսինն է, այդ հիմա ինչ եմ ասում, չէ, բուծվեց այնքանով որքանով, որոնք ուժ չունեցան։ Եթե պետք էր անգամ երկիրը վտանգի առաջ էր, Լուկաշենկոն իր տղայի հետ զենքը ձեռքին իր երկիրը պատրաստ էր պաշտպանել։ Լուկաշենկոն այն անձնավորությունն է, որի տնտեսության աճը աննախադեպ է, որի երկրի քաղաքացիները պետության ամենապաշտպանված խավերից մեկն են համարվում։ Երկիր, որը դարձավ միջուկային տերություն։ Երկիր, որտեղ տեղադրված է արեշնիկ տիպի հիպերձայնային արագությամբ հրթիռները։ Հիմա Բելարուսի վատը որն է, որպես պետություն, երկրի ղեկավար, որ իր պետության համար արել է եւ հեգնում են եւ ձեռ են առնում նրանք, որ իրենցից ոչինչ չի ներկայացնում, անկենսագրություն ունեցող անձինք եւ որոնք շատ դյուրին կերպով Լուկաշենկոյի մասին եք խոսում, այդ երկրորդ նախագահի մասին խոսում։ Հիմա ես զուգահեռները այդպիսի վաստակ ունեցող, հիմա Սամվել Կարապետյանին, ասենք ամենամեծ բարերարին ասում է բանն է, ինչա, ուրիշ երկրի ինքը լինելով ուրիշ երկրի գործակալ, ասենք ամբողջությունը, ամբողջապես լրտես ասում։ Ասենք Սամվել Կարապետյան ինչի մեջ է, կամ են անդայս սիրակը մտել է եթեր ինչերա խոսում երկրորդ նախագահի հասցեին, են թքող
մորթե քող բալան, ասեք, ինչի մասին, դուք Լուկաշենկոյի մասին Ես- խոսում։ Դա ձեր եղածի են վաստակ ունեցող մարդկանց մասին, որ չկա, այս մարդիկ չգիտեմ, Հիմա, ուրեմն Հայաստանի Հանրապետության, Անժելա, Ինչի են նեղվել այդ համբալ Ասեմ, եմ ուզում հասկանալ։ Հայաստանի Հանրապետության 3 նախ Ասում են թուրք չեն նեղանում, ասում են դավաճան չեն նեղանում, ասում են երկիր ծախող չեն նայում։ Վիրավորանք է դա։ Ասում են համբալ, հա? վիրավորանք դա։ Այսինքն Դե հիմա թուրքը դավաճ ոչ։ Դավաճան Դե Նիկոլա ասելը ասել, չա, վիրավորանք չի։ Երկիր ծախելը վիրավորանք Չէ։ չի, կոռուպցիոն թալան չի լինելը Ստատուսա, վիրավորանք չի։ հա, այդ բառը Հայաստանի վիրավորանք է։ տամբոր զենքերը 6 միլիարդի Ոչ, զենք ոչ։ ծախել տալ թշնամուն Չէ։ վիրավորանք չի։ Այդ մենք ենք այդպես 8 միլիարդի որակով։ պարտ բերել Իրենք դնել գործ են։ վիրավորանք Ոչ։ չի։ 300,000 պլյուս հետո 1 Ոչ, միլիոն ոչ, ադրբեջանցի ոչ։ Հայաստան բերել այստեղ հայերին շպրտել փողոցներ տնելիս, դա վիրավորանք Ոչ, չէ։ Եթե դա ոչ, ինչը վիրավորանք Ոչ։ չի։ Այսինքն Շփվելու բան իրենք, ա։ չէ, ինչու։ Հա։ Եթե դուք Բարձունքներին թուրքերի մի վարքյան, դուք կանգնացնելը այդ վիրավորանք չի։ Անժելա, դուք այդ գնահատում եք այն մարդու ընկալումներով, Ասում են որը համբալ, ասում է վիրավորվել մի եմ։ րոպե, ես միտքս ավարտեմ, որը մտածում է, որ այդ արարքները ինչի մասին բարձրաձայնեցի, դա մեր երկրի պետության, անվտանգության, ժողովրդի ապագայի հետ կապված լրջագույն սպառնալիքներ է։ Դուք այդ տեսանկյունից եք նայում։ Իսկ եթե նայեք, որ իրենք դա պարտավոր են անել, որպես այս երկրում օտարերկրյա Ներդրված։ պետության շահերը սպասարկող անձինք։ Այսինքն իրենք այդ որը անում են, հասկանում եք, հոգեբանորեն Դե մարդը իրենց եթե մեջ ուզում եմ հասկանալ, պարոն Հապետյան, մարդը եթե պատրաստ է այդքան բան անելու, այդ պատրաստ չի, ինքը անում է։ անում է։ Համբալը, բառից ինչի է ասեմ, այդքան եղածել։ համբալը ներքին սպառման սոցիալական կարգավիճակը, որտեղ ինքը ասում է, ես այսքան բանանողը ոնց կարող եմ ես Համբալը լինի։ ծառա լինեմ, չգիտեմ ինչ լինեմ, ես ասող Մեկի եմ։ ասելով է, չէ, դե դրա համար ասում եմ, որ դու համբալ չլինես, եթե համբալ չես։ Կանգնի ասա, որ Հայաստանից ոչ մի սանտիմետր չեմ տալու։ Կանգնի ասա, որ Արցախը Հայաստան է։ Չի Կանգնի ասի։ ասա, որ Հայաստանի այսքան տարածքները օկուպացված են, ասի։ դուրս եկեք։ Չի Կանգնի ասի։ ասա, որ 300,000 ադրբեջանցի չեն գա։ Այդ ադրբեջանցի որ գա, ում գլխի վրա է ապրելու։ Մեր տեղն Մյուսի տներում է, չէ, բոլորի տեղը պիտի հանի ուր պիտի ուր է հայտնվելու, կենտրոնում ապրող Երևանցին ուր պիտի հայտնվի, փողոց։ Դե թող ասի, ասիկան այսքան բանից չի նեղանում, համբալ բառից նեղանում է։ Հա, որտեղ դա Բա սոցիալական ինչի ես վիրավորանք է։ ալեն դե նույն հաջողությամբ մտի եւ պատասխանի հարբեցող, ծաղրածու, նոլդու, եսիմիչ, Փաշինյան։ ինչ ասես ասում է։ Դե մտի մի հատ պատասխանի, մենք էլ մեզ գոհացած զգանք, ասենք եսի շլավա, մտավ պատասխանեց արժանապատվությունը, բայց ես չեմ հասկանում, այնտեղ որ թքում է, սատկացնում է, ոտքերը վրան մաքրում է, ձայն չկա։ Այստեղ որ ասում են համբալ կամ ասում է ռադդ քաշելու ես գնալու ես Սամվել Կարապետյանը, միանգամից գնավորվում են։ Ինչ է սխալաս է Սամվել Կարապետյանը։ Կամ Գագիկ Ծառուկյանը, որ ասում է տղա եմ, դե տղայից գնա Բելգերիներին Բաքվից։ Ինչ ես խոսում։ Ինչ է ասում։ Ես ուրեմն իմ ծառայությունից այդ որ ասում եք մի դրվագ հիշեցի, երբ ադրբեջանցիներին պատասխանում ենք համարժեք եւ այդպես էլ պետք է։ Եթե սահմանում ծառայության ժամանակ ադրբեջանցիների նախաձեռնությամբ լինում էր կրակոց ունեն մենք զոհ, մեկ զոհին Ադրբեջանը 3 զոհով էր մեր կողմից պատասխան տրվում։ Մեկ վիրավորին 5 վիրավոր։ Եվ ադրբեջանցիները իրենց գինը դեպտեղ իմանում են, վերջ ուրիշ խոսելու լեզու չկա։ Դե եթե այնտեղ կար 20 գերի կամ կար 30 գերի, ուրեմն այն 60 գերի որ գերիներ էին հայտնվում, որ Նիկոլն ասում էր գերի մի վերսե, գերի կվերցնենք փոխանակեին, չարեց։ Ընդ որ մեզ մոտ եւս դեպքեր եղել է։ Մեզ մոտ գյուղացին պատաման մտել այնտեղ, մենք օպերացիա ենք արել, մի սուրու գլխականակով գերի ենք վերցրել, մեր գերուն մի 2 ժամ հետո արագիբեշ փոխել ենք ու վերջ։ Չէ, հիմա էլ չէ, ուներ, չէ, ինքը Սիրիայից կոնկրետ մարդասպան ահաբեկիչներ ուներ։ Ինչի բոլորին չստացար դրանց դիմաց։ Հատկապես որ Թուրքիան, ոչ միայն Ադրբեջանը, Թուրքիան է շահագրգիռ, Թուրքիան կարող է Էրդողանը ազդել Ալիևի վրա։ Իհարկե կարող է։ Հետևաբար, եթե դու ցանկություն ունենայիր գերիներին վերադարձնելու, կվերադարձնեիր, իհարկե կվերադարձնեիր։ Հիմա տեսեք, մեկը վիրավորում է մեր անշնորհ բառերը, ասում է, այս եթերի հաշուն, ասում է դեմոկրատիա կա, որ այսպիսի երկիր են։ Այդ տահաս դեմոկրատիա կա, հիմա այս բառապաշարով որ ասում է խոսում են, ինչ բառապաշարով է խոսում, հիմա վարչապետի աթոռին վերընկած անձազգային ժողովի աթոռում։ Ընդ որում հիմնականում ինքն է սադրում, քարոշչական բառամթերքը իր եւ իր քաղաքական խմբակի բառամթերքն է։ 3 նախագահների ժամանակ որևիցե ձևով այս բառամթերքում Իշխանության ասա կծեփեմ, պատվալներ կանեմ, ոտերդ կջարդեմ, երեք ճարաճորն է, ոտերդ կջարդեմ, եսի միջ գլուխներդ կջարդեմ, կլցնեմ, չգիտեմ, եսի միջը կստորացնեմ, կծեփեմ, ով է ասել։
Անկամ անհարմար է իր բարերը կրկնել, թե ինչեր է քաղաքական չմշակույթը Փաշինյանի եւ իր քաղաքական խմբը չմշակույթ չի, դա բանդիտիզմ է, դա հանցագործություն է, խուլիգանություն է։ Քարոշակա դաշտում, իսկ եթե ավելի առարկայապես, օրինակ, այդ երիտասարդու մասին դուք ասեցիք, որ ձերբակալել են եւ մի ամիս էլ կալանք են տվել, ընդհանրապես ասել է Փաշինյանին, ինձ հետաքրքիր է, հրապարակավ իր դեմքով տեսանյութը կա, ուրեմն իրեն ձերբակալել են ատելության խոսքի համար։ Ինչ է ասել։ Ընդհանրապես Փաշինյանին ասել է թռած եւ ստուկաչ։ Հիմա հիմնավորվում է, ինչու թռած։ Ասում է մարտի 1-ին թռել էր Փաշինյանը։ Թռել էր, չէ՞, ոնց որ թռած էր։ Ստուկաչության մասին էլ որ Փաշինյանը բանտում է լինում, Կլուչնիկից հեռախոս է վերցնում, սա հայտնի պատմություն է, այս կարծում եմ բոլորը գիտեն։ Զանգում է տունը խոսում է։ Հետո ասում է, հետո Կլիազա է գրում դրա վրա։ Հետո հայկական ժամանակը գրում է, որ հեռախոս են տալիս, կարնակ։ Ես անգամ ասեցի Լիմոնովի, դե ինքը գիտեք, որ նստել եմ երկու անգամ եւ ասում է թե այս մարդիկ կան, որ նստում դուրս են գալի, երբեք այդտեղից դուրս չեն գալիս։ Երբ որ նայում ենք Նիկոլի Քայլերը, ինքը բանդից այդ հոգեբանորեն մի քանի տեղ կա, որ ինքը հոգեբանորեն դուրս չի եկել։ Օրինակ քանի որ իրեն այնտեղ չգիտեմ ստորացրել են կամ ինքը կլյաուզա արել են, ինչ որ բաներ են արել իր հետ, ինքը ուզում է բոլորը ինքը ասես ոնց որ վրեժ ունի, ուզում է որ բոլորը բան անեն։ Դրա միջով անցնեն։ Գիտեք, այստեղ մի հատ երևույթ մենք տեսնում ենք, որ երեք հիմնական ուժերի առաջնորդները որոշակի առումով հակադարձում են կամ իրենք են ավելի կոշտ խոսույթ վերցնում։ Բայց ես հիմա ասեմ ձեզ էլի։ Օրինակ այս երիտասարդի օրինակ ինձ համար շատ տիպական է։ Ուրեմն երիտասարդը ընդհանրապես թռած Արտակ Ավետիսյան։ Ինքը ընդհանրապես երկու բառ է ասել թռած եւ ստուկաչ, որը ատելության խոսք են որակել, ուշադրություն դարձեք եւ փակել են։ Այսինքն ոտերը կջարդեմ ձեր։ Հիմա նայեք, այ հիմա ես միտքս ավարտեմ անջելը։ Հիմա երբ որ երեք հիմնական անցողիկ շեմը հաղթարող ուժերի առաջնորդները որոշակի խոսույթ են վերցնում, ձեզ վստահեցնում եմ, ասենք այդ երեք անձերին, երբ որ պահը գա եւ իրապես ընտրությունից մի քանի օր առաջ, ասենք կամ 10 օր առաջ Փաշինյանը ռեալ զգա, որ ինքը 100%-ով պարտվում է, հիշեք խոսքս։ Ուրեմն այն ինչ որ հիմա ասվում է, այս երեք առաջնորդների եւ իր թիմակիցների կողմից Փաշինյանին ի հակադարձում են, ուրեմն ատելության խոսքի հոդվածով կարան ցանկացածին փակեն, այդ թվում նաեւ առաջնորդներին։ Ես ասում եմ, այս երիտասարդի օրինակը շատ տիպական օրինակ է։ Երկու բառի համար թռած եւ ստուկաչ որակումը ատելության խոսք։ Հետեաբար երևույթ, որ հակադարձում են, ասում են, այդպես որ չեն վախենում մեծ հաշվով, երևույթ նորմալ է, բայց ինչ կարելի է Զևսին, չի կարելի Եզին։ Այս խոսույթի իմաստը ո՞րն է։ Իշխանությանը տրված է իրավունք օրենքով բռնություն կիրառելու եւ չդատվելու։ Ընդդիմությանը քաղաքացուն տրված չի անգամ ինքնապաշտպանության իրավունք, որից հետո ինքը չդատվի։ Այսինքն, երբ որ դու հակադարձում ես քեզ վիրավորողին, իրեն կարելի է վիրավորել, քեզ չի կարելի։ Հիմա մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ մեզ չի կարելի։ Եվ որը Փաշինյանը սադրում է, որ վաղը չեմիսօրը այս խոսույթի հիման վրա շատ-շատերին փակի։ Եվ երբ որ բողոք լինի եվրոպական երկրներ մարդու իրավունքներ, ասի տեսեք, ատելության խոսք էսել հիմքերը։ Իսկ թե ինքը ինչ ասել է, դա արդեն չի դիտվելու։ Ես նորից եմ ասում, շատ ավելի զգուշ լինել եւ ներքին ագրեսիվությունը, որ իր մոտ կա, ուշադրություն դարձեք իր խոսույթի մեջ, սա երբ ավելացավ։ Սկզբում էսպես չէր, այս նախընտրական սեր, այդպես ժողովուրդ սիրում է, բոլորին սիրում է եւ այլն։ Ավելացավ այն ժամանակ, երբ որ ամեն օրվա սոցիալական հարցումների տեղեկանքը դրվում է սեղանին։ Այդ թվում նաեւ ընդդիմությունն է անում, հա, որ պահին ինքը զգաց, որ խայտարակ ձևով ինքը պարտվում է։ Դե ասած մենք 18% ուրեմն ինքը փոխեց 50 քանի բան։ Ուրեմն ինքը փոխեց մարտավարությունը, այսինքն ծրագրային, սիրո խոստումներ եւ այլն, դա փոխեց մի կողմի վրա։ Այս խոսույթը մցրեց, այս վերջերս է մցրել, ինչի համար է մցրել, որպեսզի վաղը չմիսօրը ընդդիմության առաջնորդներին եւ ակտիվիստներին դյուրին կերպով փակի
հիմնավորելով, որ վերջիններս ատելության խոսքով հրապարակային հանդես են եկել։ Էս էլ ապացույցները։ Ես ամենայն լրջությամբ եւ պատասխանությամբ ասում եմ ընդդիմության բոլոր այն առաջնորդներին, այն ակտիվիստներին, որոնց կեցվածքից, աշխատանքից, խոսքից, քարոզչական շատ բան է կախված։ Հորդորում եմ ձեր խոսքերի մեջ շատ ավելի զուսպ լինել։ Սա վաղը չմիսոր ինքը ուրիշ կոմպրոմատ չունենար, որ ունենար առանց ընը կխեղճացներ։ Առաջին իդեպ այդպես վիրավորական սկսեց հիշում եք Գագիկ Ծառուկյանի որդու վերաբերյալ։ Առաջին խոսքը այս վերջին շրջանում, երբ որ խոսույթը արդեն փոխեց ամբողջովին, սկսեց Գագիկ Ծառուկյանի։ Շատ դիպուկ եւ ճիշտ պատասխան տվեց Գագիկ Ծառուկյանն, ասեց մենք ընտանիքի մեջ ընտանեկան հարթություն չենք մտել ու դրանով թեման փակվեց։ Այսինքն Գագիկ Ծառուկյանը այդ սադրանքին չտրվեց, բայց եթե հիմա ուշադրություն դարձնենք, նույն ընդդիմության 3 հիմնական անցողջը ուժերի առաջնորդները վերցել են այն խոսույթը, որով Փաշինյանն է խոսում։ Եվ նորից եմ ասում, այս երիտասարդի ձերբակալությունն ու կալանավորումը ինձ համար ցուցիչ է, որ ատելության խոսքի պատրվակով ցանկացածին կարող է ձերբակալել։ Դե ուրեմն պիտի ընդդիմության առաջնորդները գիտակցեն, որ այս ընթացքում այնպիսի էներգետիկ բան հասունացնեն, որ պահին հանկարծ Նիկոլը համարձակվի որոշում կայացնել, որ 3 ընդդիմադիր առաջնորդներից Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան եւ Գագիկ Ծառուկյան որևէ մեկին դիպչի, այդպիսի էներգետիկ բան լինի, որ միանգամից դուրս գան եւ մեծ դիմադրություն լինի, որ ինքը չհամարձակվի երեքին տանել։ Ես զգուշացնում եմ, որ այս սցենարը իրանց սեղանին վստահ եմ դրված է։ Ինքը եթե այդ սցենարը կարողանար կիրառել, ես կարծում եմ վաղուց կկիրառել, ընդհանրապես եթե այդ սցենարը ինքը կարողանար կիրառել, ինքը Սամվել Կարապետյանին թույլ չէր տա, որ ազատության մեջ լիներ։ Իսկ եթե ինքը կարողանար, ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանին ցմահ կտար ու ամեն ինչ կարել որ անունը չհիշեն, նույնն էլ Գագիկ Ծառուկյանին։ Ուրեմն ինչ-ինչ հանգամանքներ կան, բայց այդ հանգամանքները բավարար չեն, ինչու, որովհետև այսօր միևնույն է կա մեծ սահմանափակում, առաջին սահմանափակումն այն է, որ Սամվել Կարապետյանի իրավունքները որպես ընտրությունների մասնակցող առաջնորդներից ընդդիմադիր մեծ ուժի առաջնորդներից մեկ, այդ մարդը ի վիճակի չէ իր ընտրողների հետ ուղիղ անով շփվել, ճիշտ է։ Ես ասեմ ինչու է սկսել։ Ասեմ ինչու է հիմա։ Որտեվ ինքը իրական թվերը գիտի։ Ինքը չի վերարտադրվելու։ Իրանք նաև ուսումնասիրում են եւ շատ լավ հասկանում են, որ իր տեսակը Սամվել Կարապետյանի բավականին էությամբ շատ դրական է, անցած ճանապարհը շատ հարուստ եւ ինքը եթե մտնի ժողովրդի մեջ մեծ բան է հավաքելու, ինքը շատ լավ հասկանում է։ Իսկ եթե այդքան վստահ ես այնօրն էլ ասեցի, դե թող Սամվել Կարապետյանը ազատ Քարոզ Արշավանի, կտեսնեք ինչ է լինելու։ Ազատ թող մի հատ շփվի իր ընտրողների հետ, գյուղեգյուղ քաղաքներով թող Սամվել Կարապետյանը գնա։ Դե փորձի, տեսնեմ տուր այդ ազատությունը, չէ, որովհետև դու վախեցած ես, դու մտածում ես, որ Սամվել Կարապետյանը գնա, իսկ ինչ վերաբերում է սականին, նականի, ես ես վստահեցնում եմ, այն ինչ որ ինքը փորձի անել։ Իրան տրված է ինքը փորձելու է, ոչ միայն փորձել է, անում է, անելու է։ Դրա համար պիտի ընդդիմությունը գիտակցի։ Մի հատ շատ կարևոր բան տեղի ունեցավ վերջերս։ Խագեր Կարլասոնին 4 օր առաջ հարցազրույց էր տվել Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը եւ մի շարք բացահայտումներ էր արել, այնտեղ բացահայտումներ են իմաստով, որ ինքը թմրադեղեր է օգտագործում, կարծում եմ այստեղ նորություն չկա։ Ինքը գովազդել է, Զելենսկին անգամ գովազդել կոկաինը որպես լավագույն թմրամիջոց։ Խոսեցին, որ ինքը ասում է, որ ինքը այո օգտագործում էր այնտեղ ակնարկների անում, որ ինչ որ անձի հետ առանձնանում էր, այլ բաների մասին ինչ որ տղամարդկանց էս դա է ասում եւ նաեւ Քարոզ Արշավի մասին է առհասարակ աշխատավոճի PR-ի Քարոզի մասին է խոսում եւ ինչ է ասում է երբ իրեն ասում ենք բայց սա մեծ սուտ է ոնց կարող ենք 21 տարածել եւ հասցնել մարդկանց Ուկրաինայում արդեն պատերազմը սկսելուց հետո եւ դրանից առաջ է եղել ասում է Գեբելսյան ոճով ասում էր եթե սուտը անդադ կրկնես 1000 լրատվամիջոցներ կամ 40 լրատվամիջոցներ եւ բլոգերներ կրկնեն դա եւ մենք էլ շարունակաբար դա կրկնենք բոլորս դա որպես ճշմարտություն հանրությունը կընկալի հիմա սա այս մեխանիզմով աշխատում է Նիկոլ Փաշինյանը մի առաջարկ ընդդիմությանը ինչ է ուզում ասել օրինակ շատ կարևոր 2-3 բան է ասել Սամվել Կարապետյանը
նախ որ եւ նաեւ Երևան Բոզոյանը այստեղ խոսեց դրա մասին ծրագրի մասին էր Մայր Հայաստանի, որ հիմա իրենք ընտրության են գնում Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Ինչ են իրենք ասում, որ քանի որ այն մինիմալ թոշակը, որ հիմա տալիս է Նիկոլ Փաշինյանը, սա նշանակում է թոշակառուներին սովի մատնել։ Եվ խոսում է, որ մինիմալ թոշակը պիտի նվազագույնը լինի 100,000, իսկ մնացած թոշակները պիտի կրկնապատկեն։ Մի խնդրանք, սրա մասին պետք է խոսել անընդհատ, որտեղ իրենց մոտ տպավորություն է, որ իրենք ասեցին վերջ ողջ հայությունը իմացավ դրա մասին, դա այդպես չի։ Այնպես որ այս ուղղությամբ աշխատեք եւ ոչ միայն սոցիալական, նաեւ շատ առողջապահական շատ լավ բան են առաջարկում Մայր Հայաստանը, իդեմս Անդրանիկ Թևանյանի եւ Երևան Բոզոյանը, այսինքն հիմա իրանք Բարգավաճ Հայաստանում պիտի դա անընդհատ կրկնել։ Շատ ավելի կարևոր բաների մասին է խոսել Սամվել Կարապետյանը, օրինակ 4-րդ երեխա ունեցող մարդը 2 միլիոն ստանում է, 5-րդ երեխա ունեցողը բնակարան է ստանում։ Սամվել Կարապետյան, լավ է որ դուք ասեցիք, բայց թող ձեզ չգան խափեն, ասեն որ դուք ինչ ասում եք, դա աշխարհացունց բան է, միանգամից տարածվում է, եթե հաշվարկապես նկատի ունենանք, որ իրենց լրատվամիջոցներն ու բաները շատ ավելի մեծ է, որտեղ դուք հիմա եք մտել այս պայքարի մեջ, իսկ իրենք 30 տարի արդեն շարունակ, այս ամեն ինչը իրենք հիմնավորել են իրենց լրատվամիջոցների եւ սոցցանցերով։ Դուք ունեք, չգիտեմ, 100,000 հետևորդ ոնց որ թե մեկ էլ մի հատ ինչ-որ էս խումբ ունեք, անհասկանալի, այդ տեխնացիների խումբ ունեք։ Պարապ սարապեն ման գալիս թե ինչ են անում, չգիտեմ, այն ինչ որ դուք ասում եք, պահանջեք, հատուկ ձեզ եմ ասում, Սամվել Կարապետյան, պահանջեք եւ պարտադրեք, որ այդ ամեն ինչը չհոգնեն եւ չասեն դա, դե մի անգամ ասվել է, բավական է։ 100 անգամ այդ ձեր ասած թեզերը, ինչ այդ ծրագրային կարևոր բաները թոշակառուների հետ կապված, 300,000 ադրբեջանցիների հետ կապված, այդն ռադանելու մասին, բնակարան տալու մասին, 5-րդ երեխա ունենալու, սա կրկնեն, սա անշուշտ նաև վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին, որ տպավորություն չլինի, մի անգամ ասեց թիմը, միջև հիմա այն կարևոր թեզերը դեռ հայտնի չի, որ սա, ասեց մեխայի, պիտի լինի, չէ՞, ասեց հիմնարար, մի քանի բան։ Սա չարում, սա հատուկ ընդդիմության համար։ Եթե սրա հետ կապված ինչ-որ բան ունեք, պարոն Նահապետյան, կխնդրեմ ձեր առաջարկները ընդդիմության։ Ես ասում եմ այսպես, ավելի առարկայական գործնական խոսակցություն լինի, ասեմ, Փաշինյանը ինչից է վախում, քանի որ ինքը ծրագրային ոչինչ չունի ասելու, սկզբունքորեն ոչինչ չունի խոստանալու։ Ինչ էլ որ ասել է, թե ինչքան մանկապարտեզ է կառուցել, ինչքան աշխատատեղ։ Փակել։ Ինչ։ Դուք հակառակն ասեք, փակել։ Ինչքան է հանձնել ու փակել իր։ Հա, չէ, ինքը ասում է, որ ինչքան իբր կառուցել է, ընդդիմության խնդիրը ո՞րն է։ Այդ սուտն ու կեղծիքը օրը 24 ժամ բացահայտել, 24 ժամ։ Այո։ Տեսանյութեր, սկեչներ, փաստացի, ապացուցողական։ Այսինքն իր բոլոր այդ տված խոստումները եւ այն ավերը, որ բերել է, անընդհատ սա պետք է ասվի, որպեսզի մեր երկրի նույնիսկ ամենահեռու գյուղում ինտերնետ կապ չունեցող գյուղացին ինքը եւս իմանա, որ այս մարդու կառավարման 8 տարիների ընթացքում մենք կորուստից բացի ուրիշ բան չենք ունեցել եւ վերարտադրել նշանակում է կորուստ։ Սա առաջին, երկրորդ, իմ կարծիքով շատ կարեւոր է, որպեսզի Ադրբեջանի նախագահի հայտարարությունները շատ ավելի լուրջ եւ քարոզչական առումով շատ տիպիկ, օրինակ այդ 300,000 թիվը, որը հիմա ես ասենք տեղեկատվական հոսքերը որոշակի մոնիտորինգ եմ անում, սրա դեմ իշխանությունը ոչինչ չունի ասելու։ Այս 300,000, ես ասում եմ 1 միլիոն, Ալիև ասում է 1 միլիոն։ Իսկ նրանք ովքեր որ Արցախի հետ հարաբերություններ են ունեցել, սկսած նրանց որ 88-89 կամավոր գնացել են, պաշտպանել են իրենց քույրերին, եղբայրներին Արցախում, այնուհետև բանակաշինության են մասնակցել, հետո կարող է տեղափոխվել են, բնակվել են Արցախում, կամ Արցախի հետ տնտեսական հարաբերություններ են իրականացել տնտեսվարող սուբյեկտներում, կամ որովհետեւ անգամ այցելել են Արցախ։ Այդ բոլորը այդ անձին քրեորեն պատժելի արարք են գործել ըստ Ալիևի։ Հիշեցնեմ նույն ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևը պարբերաբար խոսում էր նաև ռեպարացիայի մասին։ Այդ գումարները, որ պահին Ալիևը դիմեց Լոնդոնի արբիտրաժային դատարան, այդ 160 միլիարդ կամ 150 միլիարդ, նրանք ահռելի գումարներ են Հայաստանի համար։ Չես կարող տալ, տարածք ես տալու։ Եկ 4000 տարբեր տեղերում Ալիևը թիվեր ասում, ես ասեմ այն ինչ որ ՄԱԿ-ի ամբիոնից հասել անցյալ տարի սեպտեմբերին, 80-րդ նստաշրջանի ժամանակ 4000 մարդ Ադրբեջանի քաղաքացի Ալիևը ասում է չկա, այսինքն ասում է դուք սպանել եք եւ իրենք քննություն են, նախաքննություն են արել,
որովհետեւ բացահայտեն ովքեր են կազմակերպել, ովքեր են սպանել, ովքեր են թաղել, ովքեր են այրել, ովքեր են հետքերը կորցրել։ Ամբողջ շղթան։ Եթե վաղ չեմ իսօրը ալևը մի քանի տասնյակ հազար հայի հետախուզում հայտարարեց, մենք չզարմանանք։ Ամենայն լրությամբ եմ ասում, ստեղ խնդիրը Արցախի եւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մասին չի։ Ստեղ յուրաքանչյուրը ով իր խղճի, իր արյան կանչով գնացի Արցախը պաշտպանել, բոլորը հոտվածի տակ են։ Իսկ այդպիսիները Հայաստանում կարծում եք դրա կարիքը լինելու է, եթե այո, Ադրբեջանը սա այն դիմադրության օջախն է, իհարկե լինելու է։ Եթե Նիկոլը մնա իշխանության 2 ամիս հետո ոչ թե 300,000, 5,000 ադրբեջանցի բերում են ավտոներով եւ ավտոբուսներով, իրենց ուղեկցող ոստիկաններով, վստահաբար զինվորներով, գալիս եւ մտնում են Երևանի հրապարակ եւ սկսում են ցուցակներով տեղաբաշխել իրենց բնակիչներին Հայաստանի այսինչ վայրերում, հիմնականում կենտրոնում։ Դրանից հետո արդեն դա վերջ, իրան ոչ մի բան Ալիևին պետք չի, դրանից հետո լինում են որոշակի անհամաձայնություններ եւ խժդուժություններ, Թուրքիա եւ Ադրբեջանի զորքը մտնում է, ու այս ամեն ինչը վերջանում է։ Մենակ չասեք, ՄԱԿ-ը միջազգային բաները թույլ չեն տա։ Դուք գիտեմ, դուք չեք ասի, շատերը կասեն թույլ չեն տա, ոնց որ թույլ չտվեցին, որ Գազայում ցեղասպանությունը, Իրանի դեմ ագրեսիա։ Դրա համար չպիտի մտածել, որ հեսա էսի ոչ մի բան չեն անելու են։ Ավտոներով հանգիստ գալու են մտնեն, որից հետո ինչ որ մի բան իրենց դուր չի գալու, հետևից զորքը գալու է։ Ու արդեն դե հասցնեք ամեն մեկը մի հատ պայուսակ վերցնել, մենակ մտածեք ուր ենք փախչելու։ Իդեպ այդպիսի պրակտիկա կա, ես հիշեցնեմ, Սիրիայի տարածք անցածող Գոլանի բարձունքները ինչպես են Իսրայելը վերցել վերաբնակիչներով սկզբից եկել են արաբները որոշակի առումով դիմադրել են, չեն թողել, չէ, սկզբից հյուրընկալ ձևով, հետո որոշակի դիմադրություն, որ շատ ագրեսիվ են եղել հրեա վերաբնակները, հետո երբ որ կեցվածք են փորձել դիմադրել, այդ վերաբնակների հետևից բանակն է մտել այդ տարածքը։ Այսինքն սկզբից եկել են մեքենաներով, ես օրինակ եմ բերում, որը դա վերացական չի։ Եվ հետո այդ տարածքներից ուղղակի արաբներին ով դիմադրելա սպանել են, մյուսները հեռացել են այդ տարածքներից, վերաբնակները Նիկոլին ընտրողները ում են կանչելու, ումից են օգնություն սպասելու։ Ինչ առումով օգնություն, որ ադրբեջանցիները իրենց ուր են, չէ՞։ Չկան ռուսները։ Այդ ժամանակ ասեն, բա ուր են ռուսները։ Չկա, ռուսները դուրս են եկել։ Հա, ռուսները ասելու են դե մի անգամ եւս թուրքերի հետ ապրեք, վայելեք։ Բայց թուրքերի հետ ապրել չի լինում։ Դե հիմա մենք ենք ընտրել։ Ռուսաստան նախագահին չէր ասում, ասում են Արցախում, Բաքվում ապրում են։ Հա, ապրում են։ Բաքվում ապրում են։ Գերեզմանները, այո։ Գերեզմանների հետ էլ հաշ չեն, անգամ գերեզմանների հետ։ Գերեզմանակայրն են ջարդում, պղծում եւ այլն։ Այն որ ասում են մենք թուրքերի հետ ապրել ենք ու կապրենք, էլի։ Այ գնացեք հիմա փորձեք գնալ, տեսեք ոնց եք ապրելու։ Հետաքրքիր է որ Ռուսաստանից շատ խիստ հայտարարություններ հնչեցին այս փուլում, ինչ որ օրենքներ, եթե իրենց քաղաքացիների նկատմամբ ինչ որ անարդարություններ, ապա Պետդուման որոշում կայացրեց, որ իրավունք է վերապահում գնալ այդ ամեն ինչի հետևից։ Սա մեկ եւ Զյուգարովը դե համակարգը գիտենք նաեւ Ռուսաստանի Դաշնության, պարզ է որ այդ բարձր ամբիոնից այդ իր որոշումը չէր վերուսի հայտարարությունները միայն գոնե առնվազն այսպես կարող ենք ասել իր որոշումը չէր։ Իմիջիայլոց ես բաց էի թողել 3 ծանոթացա նաև Զախար Պրիլեպինը, որ այսօր ամենաազդեցիկ գրողն է, հրապարակախոս, որ նաև այս պատերազմին է մասնակցում, շատ ազդեցիկ անձ է։ Դիմադրության կազմակերպիչներից այգա Դոնես Լուգանսկի։ Շատ անցնում է, խոսքը անցնում է ամենուր, ինքն էլ շատ սուր մի հոդված էր գրել, որ վերջացրեք, այս ինչա նշանակում Նիկոլին հրավիրել այստեղ, այս մարդը պարզ եւ բացահայտ պարզ է, որ թշնամի է, թշնամի։ Մենք այլևս պիտի։ Նույնը Զուգանովը որոշում է։ Զուգանովի։ Այսինքն որոշում է կայացվել, որ Սեթևեթանք Ռուսաստանի ղեկավարության կողմից տարբեր ընդդիմադիր, բայց հայնասիրական ճակատի ընդդիմադիր գործիչներ, այդ թվում նաև Դումայի պատգամավորներ, կուսակցության ղեկավարներ եւ այլն ասում են այլևս Փաշինյանին պետք չի հրավիրել, որտեվ թշնամի։ Այդ նույնն է ոնց որ Զելենսկուն հրավիրեց։ Դե արեց, հենց դա։ Այսինքն Զուգայրը ասոցացվում է հիմա Ռուսաստանում եւ քաղաքական վերնախավում եւ քարոզչական դաշտում ասոցացվում է Զելենսկու հետ։ Եվ դրա վերաբերյալ ոչ ավել, ոչ պակաս գնահատական տվեց Ռուսաստանի նախագահը, երբ ապա հարձանի մասն էր սիրով բաժանվելու մասն էր խոսում Հայաստան-Ռուսաստան։ Եթե Հայաստան ընտրություն անում Եվրամիություն, ապա այդ ապահարզանը թող հանգիստ լինի, անցնցում լինի, իրենք որից է ձևով չեն միջամտելու։ Բայց վտանգը ո՞րն է,
որ այդ ապահարզանից հետո Ռուսաստան նախագահը ասեց Ուկրաինան եւս սկսեց Եվրամիությունը անդամակցելու գործընթացով, այնպես ինչպես հիմա Հայաստանն անում։ Եվ հիմա որտեղ է Ուկրաինան։ Այսինքն զուգահեռ տանելու իմաստը որն էր, որ Հայաստանի օրվա իշխանությունները արևմուտքի պարտադրմամբ եւ կառավարմամբ Հայաստանը տանում են մի ճանապարհով, որի մեջ գտնվում է Ուկրաինան։ Այսինքն Հայաստանը վաղը դառնալու է Ռուսաստանի ճշտամի պետություն։ Դրանից բխող բոլոր ծանր Բայց շատ հետևանքներով։ պարզ ասեց Պուտինը դրա մասին։ Հա, պարզ ասեց։ Հիշեցրեց, թե Ուկրաինայում ինչ է տեղի ունեցել, ինչ ընթացք։ Իմիջիայլոց Ուկրաինայից կամաց ոնց որ թե այս նույն Եվրոպան, որ ամեն կերպ խթանում է, որ այդ պատերազմը կանգ չառնի, ինչի մասին էլի խոսեց Պուտինը, մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Երմակի եւ Զելենսկու շուրջ, եւ ինչեր բացահայտվեց, պարոն Նահապետյան, փաստորեն այդ ձայնագրությունը կա, այս Երմակը իր կյանքի ինչ որ մի փուլից արդեն սկսել է միայն եւ միայն վստահել այդ վստահելորն, այո, Գուշակներով կադային քաղաքականություն։ Ուրեմն երկու խորհրդար այսինքն դուք հավատացյալ մարդ եք, պարոն Նահապետյան, սատանաներին։ Չէ, գուշակությունը, այո, քրիստոնյաների համար չարի գործիքն է գուշակությունը, եւ երկու անձ են որոշել Ռուսաստանի կադրային քաղաքականությունը։ Մեկը Սորոսի տղան, որի հետ Երմակը խիստ մտերիմ կապերի մեջ է եղել։ Եվ այդ ցուցակը սկզբից ուղարկվել է կամ տղային, կամ հետո տղան է մինչև ցուցակ ուղարկել։ Եվ դե ֆակտո վավերացվել է գուշակի կողմից։ Իսկ եթե գուշակը ասում է ոչ, ուրեմն այդ ներկա բանը նշանակումը չի լինելու։ Հիմա հետաքրքիր բան է, որ Երմակը փաստորեն իր կարգավիճակով Ուկրաինայում լինելով երկրորդը Զելենսկուց հետո եւ իր հետ ամենամտերիմ անձը, այսօր իրեն զոհաբերում են։ Զելենսկին փաստացի իրեն զոհաբերում է, հրաշալի իմանալով, որ հաջորդ հարվածը իրենն է գալու եւ հետաքրքիր որն է, ով կարող է ձերբակալել երկրում երկրորդ անձի փաստացի աշխատակազմի ղեկավարի նախկինում կարգավիճակ ունեցող անձին, հակակոռուպցիոն կոմիտեն, որը ունի իր անվանումը։ Ես այստեղից ասել եմ եւ նորից եմ կրկնում, բոլոր նրանց, ընդ որում մի անգամ էլ ազգային ժողովի հիշում եմ դահլիճում քննարկում էր, այնտեղ բարձրաձայնեցի շատերը միգուցե զարմացան, հակակոռուպցիոն կոմիտեն Միացյալ Նահանգների ուրեմն հետաքննությունների դաշնային բյուրոյի գործիք է։ Երկիր մոլորակի վրա որտեղ կա հենց անվանումով հակակոռուպցիոն կոմիտե, դա Ամերիկայի գործիքն է, այսինքն այդ գործիքն է, որով այդ երկրի իշխանությունների գլխին նույնիսկ այդ մակարդակով ամենաբարձր մակարդակով անձին կարող է ձերբակալել։ Այդ առումով անձնամխելիության ուրեմն գործիք է եւ արձանագրենք, որ ինչու Ուկրաինայում դա տեղի ունեցավ։ Ես կարծում եմ ոչ միայն դա, այլև 2 օր է ուկրաինական բոլոր քաղաքները, որտեղ կան քրիտիկական ենթակառուցվածքներ, կամուրջներ, զենքի արտադրության թաքնված, քողարկված ուրեմն արտադրամասեր եւ այլն, այդ բոլորը Ռուսաստանի աննախադեպ 3-4 օր աննախադեպ թվականակով հրթիռներ, բալիստիկ հրթիռներ եւ անօթաչուներ խորքային հարվածող բաց է թողնել Ռուսաստանի կողմից։ Ինչի համար է սա արվում։ Ուրեմն ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են Ուկրաինայում իշխանափոխություն։ Այսինքն Զելենսկին այլևս պիտի չլինի իշխանություն։ Տեխնացուն ունեն իրենք, դա Բուդանովն է, նախկին Ուկրաինայի հետախուզության ղեկավարը, որի աշխատակազմի ղեկավարն է։ Երմակի տեղն է, հա։ ԱՄՆ-ի տեխնացուն դա է։ Եվ Զելենսկուն ասում են իշխանությունը հանձնի, եթե չես հանձնում, ուղղակի իդեպ հանձնաժողով է ստեղծելու, որ ապացուցողական հիմքով փաստացի Զելենսկին որպես այն գաղտնաբառով անձը, որտեղ հեռախոսային խոսակցությունների կամ գրագրության մեջ կար, որ պայն ապացուցում է, որ ինքն է, իր նկատմամբ եւս հետապնդում են սկսում, կամ ուղղակի այդ մարդուն ֆիզիկապես ոչնչացնում են։ Բոլոր այդ գործակալներին եւ ազդեցության գործակալներին վերջը, որտեղ իրենք պետք չեն, իրենք դեն են նետվում։ Ասենք օրինակ այդ առումով Բերեզովսկու բախտը չբերեց, իրեն կախեցին, որտեվ հսկական ունեցված Լոնդոն եւ ինքը փորձում էր երկրորդ լարի վրա խաղալ, նամակ էր ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչ որ բաներ էր առաջարկել, որպես շատ իրազեկ մարդ, Բրիտանիայի հատուկ ծառայությունների իմացել են, հարցեր լուծել էին։ Եվ հիմա նույնը այստեղ Ուկրաինան։ Իդեպ ասեմ, բոլոր այդ երկրներում, որտեղ Ամերիկայի կամ Բրիտանիայի գործիք են դառնում, վերջն արդյունքում սա է։ Վերջն արդյունքում Փաշինյան լինի, ով ուզում է լինի, այնտեղ մեխանիզմ է, համակարգ է աշխատում եւ այդ համակարգով մեթոդաբանությամբ հստակ նշված է, ով որտեղ եւ ոնց։
Փաշինյանը շատ բան գիտի, իրենց համար էս բան կարևոր է, իր ձեռքով անում են շատ բաներ, բայց հետո խանգարող հանգամանքեր։ Երբ որ աշխարհի հզորները պայմանավորվում են տարածաշրջանում որոշակի դե ֆակտո նոր իրողություններ ամրագրելու համար, այդ ժամանակ այս անձը, երբ որ դառնում է խոչընդոտ, իրեն ուղղակի ֆիզիկապես մեջտեղից հանում են։ Եվ հետաբար նորից ասեմ, սա ուղղակիորեն նաև կապվում է ռմբահարումներ Ուկրաինայի, նաև Չինաստանում ԱՄՆ-ի նախագահ եւ Չինաստանի նախագահի հանդիպումը, որը ըստ իսիմ գնահատմամբ 0 արդյունք տվեց, որովհետեւ 17 լուրջ տնտեսվարող սուբյեկտների կոնցեռնների ղեկավարներ էին Տրամփի հետ գնացել Չինաստան, նոր պայմանագրեր, երկկողմանի շուկաների ակտիվացում, պատժամիջոցների հանել, սա Միացյալ Նահանգների նախագահի առաջարկն էր, բայց Չինաստանի ղեկավարությունը մի այսպիսի պայման էր դրել, մեկ պայման ընդամենը։ Թայվանը Չինաստանն է։ Դա կարմիր գիծ է։ Եվ Թայվանի ռազմականացումը իրականացնում է Միացյալ Նահանգները, որպես լրջագույն ռազմական գոտի։ Տրամփը հետ քայլ չէր արել, այդ առումով իրենց մոտեցումը փոփոխության չէր ենթարկվել ԱՄՆ-ի մոտեցումը եւ ըստ այդմ ուրեմն 0 արդյունք մայիսի վերջին Չինաստան գրում է նաեւ Ռուսաստանի նախագահ։ Ես կարծում եմ որ 20-ին վերջին չէ, չորեքշաբթի օրը մեկ օրյա այցով կլինի 20-քանիսին 20-ին նախնական բաների 20-ին այդտեղ կլինի երկու հարցի մասին է խոսքը եղել Սինձինպինի մասին է խոսքը խոստացել է զենք չփոխանցել Իրանին մի քիչ կասկածելի է սա բայց նավթ կգնի Իրանից ասել է Թրամփը խոսելով Չինաստանի նախագահ Սինձինպինի հետ հանդիպման մասին նա ասաց որ ռազմական սարքավորումները մատակարարելու ծրագիր չունեն դա կարևոր հայտարարություն է բայց միևնույն ժամանակ նա ասաց որ Իրանից նավթ են գնելու եւ կցանկանային շարունակել դա անել Իդեպ ԱՄՆ նախագահը ասել է այդ նավթը Չինաստանից մի գնեք, ինձնից գնեք ավելի թանկ եւ անորակ Եվրոպային անում չէ դե իհարկե Չինաստանը չի գնա այդ քայլը հաջորդը սա ինչի համար կենտրոնանալ այս թեմայի վրա եւ սա իհարկե արդեն 5 օր առաջվա լուր է բայց կարծում եմ կարեւոր է Իրանը ԱՄՆ-ի արչեւ 5 պայմաններ դրել բանակցությունները վերսկսելու համար հաղորդում է Ֆարս լրատվական գործակալությունը աղբյուրի պայմանները ներառում են պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացում, իրանական սառեցված ակտիվների ազատում, պատերազմի պատճառած վնասների փոխհատուցում, Իրանի ինքնիշխանության ճանաչում, Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Սա ինչու է սա մեր ուշադրության կենտրոնում, որովհետև դուք պատկերացրեք, թե հետ գնանք 2 ամիս Թրամփի ծրագիրը, այսինքն ինչ մահաբեր ծրագիր էր Թրիպով մեր հետ մշակվում եւ եթե 90 տարում մեր ինքնիշխանությունն էր այս պատերազմում իսկապես Միացյալ Նահանգներին հաջողվեր մի քանի օրվա ընթացքում տապալել կամ ներքին խժդժություններ հիմա Նիկոլին բռնել չէր լինի ավելին էս պարզ բանով ասեմ էլ հիմա կասեր տեսեք մենք ինչ ճանապարհ ենք ճիշտ ճանապարհ ենք որտեգրել տեսեք ինչ արեց Թրամփը հիմա Թրամփին էլ բերում եմ այստեղ նստացնեմ չգիտեմ ինչ իրա դե այստեղ Թրամփ չի էլի ըստ էության Թուրքիային կամ Ադրբեջանին այստեղ նստացնել բայց պլանները Աստված տեսնում եք էլի մեր կողմից է էլի պլանները իրենց բոլորի խաթարվեց ի պատիվ Իրանի ժողովրդի եւ նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի պարզ է որ այդ մատակարարումները եղել են եւ շարունակվելու են ինչքան որ ասեն որ չի եղել այո ասի մա այդպես որ լինի ինչքան երկրի ասում մենք Չինաստանի միջև հիմա ասում ենք ոչ հիմա Ռուսաստանի միջև մատակարարում մի հետաքրքիր այդ մատակարարման բավ փաստի մասին խոսեմ պարզում է որ երբ ԱՄՆ նախագահ ասում էր որ Իրանի տարբեր զինատեսակներ եւ զորքեր ոչնչացել է, այդ թվում նաեւ զինտեխնիկա, օրինակ օդուժի վերաբերյալ եւ նավերի վերաբերյալ ասում էր, որ ոչնչացվել է 98%-ով, այսինքն տակը բան չի մնացել։ Ինքնաթիռներ ընդհանրապես չունի։ Պարզեց, որ ԱՄՆ ոչնչացել է այդ ինքնաթիռների մակետները, իսկ իրական ինքնաթիռները օրինակ հայտնվել են Իրանին դաշնակից, ասենք մի պետությունում, օրինակ Պակիստանում, այս պահին։ Եվ իհարկե Պակիստանը հերքել է, բայց նաև որոշակի լուսանկարներ են այդպես սփռթել, որ Պակիստանը Իրանի հետ բավական լուրջ դաշնակցային հարաբերությունների մեջ է։ Պատահական չէր, որ Իրանը ընտրել էր միջնորդ պետություն, որտեղ բանակցություններ պիտի գնային ամենաբարձր մակարդակով, հենց Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը։ Ուզում եմ ասել, որ այո, նույն Չինաստանը օգնելու է եւ հետախուզական տվյալներ նույն Ռուսաստանը, ես քանիցս ասել եմ, որ
F-35, F-15 ինքնաթիռներ խոցվել են հրթիռներով, ասենք 320 կիլոմետր հեռավորության վրա։ Այսօր շարժական թիրախներին խոցող հրթիռներ Իրանը չունի։ Ֆիքսվածներին ունի մեծ հեռավորության մինչև 4000 կիլոմետր, բայց շարժականներին նկատի ունեմ նավերին եւ ինքնաթիռներին չունի։ Եվ 320 կիլոմետր հեռավորության վրա F-35-ը խոցվել։ Գեցե ռուսական արտադրության S-400-ը, որը մինչև 4 տեսակ նաև մտցրեցին, բայց իհարկե պետք է խոսենք նրա մասին, որ դրոնների իրական մեծ հեղափոխություն է տեղի ունեցել Ուկրաինայում եւ այս վերջին փուլի այսպես առաջ խաղացումը ռուսների կասեցվել էր հենց դրա շնորհիվ, բայց հույս ունենանք, որ այդ ուղղությամբ էլ աջակցություն կարձանագրի, հա, ռուսական կողմը եւ հնարավոր կլինի կանգնեցնել, համենայնպես իրենք էլ այսպիսի բանզինատեսակ։ Այս Իրանի օրինակ այնուամենայնիվ պարոն Ապետյան ցույց տվեց, որ այն ժողովուրդը, որ ուզում է չմեռնել, չէ, որը պատրաստ է իր հայրենիքի եւ իր հավատի համար մեռնել, այդ ժողովուրդը չի մեռնի։ Մեռնել հանուն կյանքի, բայց հանուն հայրենիքի եւ հանուն կյանքի, ոչ թե մեռնել այդպես ինքնաիրան։ Չէ, հանուն հայրենիքի եւ հանուն իր հավատի Աստծո եւ անկախության եւ հավատի չի մեռնում։ ինքը չի մեռնում։ Եվ այն ժողովուրդը, որ պայքարում է, հաստատ օգնողներ եւ աջակիցներ հայտնվում են։ Իրանի ժողովրդի օրինակը ցույց տվեց։ Հետաքրքիր է, միջև վերջ բան չի արել, ուրեմն ինչ է ասել Ռոբերտ Քոչարյանը ասում է, կզած մարդը դե նկատի ունի Նիկոլին։ Այսօր ատում է ոչ թե նրան, ով իրեն կզացրել, ներողություն եմ խնդրում ես բառերի համար, բայց հաստատ այս խոսույթը ոչ ես եմ բերել, ոչ էլ երկրորդ նախագահի խոսույթին դուք ծանոթ եք, ընդ որում ես նկատեցի, որ այս արտասանելուց էլ ինքը այդպես ազատ չէր։ Տհաճ է։ Նորմալ ցանկացած մարդու, նույնիսկ այդ բառերը, որ մենք օգտագործում ենք, մեծ համար էլ է տհաճ։ Անգամ փոխանցել է այս բառերը, ընթերցելը, էլ չեմ ասում արտաբերել ոնց որ արեց երկրորդ նախագահը։ Իսկապես տարօրինակ է, չէ՞, ոնց եք բացատրում։ Ինքը ունի բացատրություն։ Կզած մարդն այսօր ատում է ոչ թե նրան, ով իրեն կզացրել է, այլ նրան, ով չի կզացրել։ Հետաքրքիր, այսինքն Ալիևը ստորացրել է, տարածքները վերցրել է, ցեղասպանություն իրականացրել է, ահաբեկել է, մեր տարածքներում խրճված է, հիմա էլ ասում է գալիս եմ Հայաստան չկա, բերելու է հեսա շուտով ադրբեջանցիներին, եթե սա մնա, իր նկատմամբ ատելություն չունի, բայց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ զգում ես էլի, որ ցենց ատելություն, խորքային ատելություն։ Երեք նախագահների, որ Արցախի ասում է, երկուսը նստած են, չէ՞, հիմա Նիկոլը, որ ասում էր 3, երկուսը նստած են, չէ՞, հիմա Ադրբեջանի բանտում Բաքվում։ Երրորդ ինքը Քոչարյանին նկատի ուներ։ Այսինքն Ալիևի պահանջն է Արցախի բոլոր նախագահները պիտի բանտերում լինեն։ 3-ը նստած են Արայք Հարությունյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, 4-ը 4-ը նստած են 4-ի մասին է խոսքը։ Այսպիսի, եթե ուշադիր եք, այսպիսի ատելություն պարոն Նահապետյանը ակնարկեց, խոսեց դրա մասին։ Կա նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից այն ուժերը, որ 18-ին եկան գրավեցին, նույն էս ատելությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Թուրքիան ու ադրբեջանցիներն ունեն մի պարզ պատճառ, որտեղ այն ինչ որ պիտի անեն 2008 թվականին, չէ՞, չհաջողվեց եւ դա կասեցրեց Ռոբերտ Քոչարյանը։ Դրա համար բանը եւ մեկ էլ մի ուրիշ բան էլ կա, կարծում եմ, եւ ինչ ասեմ, կզածը ոչ թե իրեն կզածնողին է ատում, այլ չկզող, այսինքն չի ենթարկողին, ճիշտ է ասում, որտեվ իրենց թվում էր հիմա կվախեցնեն ու չի վերադառնա Ռոբերտ Քոչարյանը, բայց Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ։ Սա կա եւ մեկ էլ մի ուրիշ բան կա։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ինչ է եղել, կառուցվելու շենացել է, չէ՞ երկիրը։ Իր ժամանակ 3 նախագահի ժամանակ էլ հաղթել են, կառուցել են բանակը այս կամ այն չափով։ Ինչ արել։ Միայն այդ կորցրա, այդ այո, կորուստ։ Հենց այդ մարդու ներկայությունը արդեն ինքը բանը իր համար դիսկոմֆորտի մեջ է, չէ՞։ Որովհետև ինչ է անում։ Ասենք ընկա այդ ժամանակը գնում էր կաֆեում նստում, մեկ էլ վերևա նայում, հյուսային պողոտա։ Էսով է կառուցել։ Պարզմա Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Մերկելի հետ գնացել էր բանա շրջում այդ տարածքներում, էսով է կառուցել, պարզնա Ռոբերտ Քոչարյանի։ Սարալանջերով մանա գալիս, Կասկադում մանա գալիս, ով է կառուցել, պարզում է Ռոբերտ Քոչարյանը։ Իմիջայլոց, էս էլ հատուկ Հայաստան դաշինքի համար, որ չգիտեմ ինչով եք զբաղված։ Ուրեմն երեք ինչ է ասում, ինքը ասում է, որ այդ վթարային շենքերից բողոքում են, ասում են, այս վիճակում, ասում է պետությունը ի վիճակի չէ։ Ինձ ասեցին, որ 25 շենք Ուրեմն 25 շենք կառուցվել է վթարային շենքերում ապրող մարդկանց ուղղակի նվիրել են տվել են Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վթարային շենքերում ապրող մարդկանց բնակարաններ են տվել։ Բա ասեք, սրա մասին խոսեք, անընդհատ կրկնեք դրա մասին, որ այդ քո բոլոր անցած ճանապարհները կառուցած, որտեղ որ գնում ես, քնում ես,
Կամ այն որ գնում էր Սերժ Սարգսյանի հետ ծաղկած բամ Սևանի ափի որ մնում է, այդ ով է կառուցել։ Սամվել Կարապետյանը։ Անժելա, ես այսպեսի մի քանի որ թեման հիմա այդ ուղղությամբ է գնում, ես այսպեսի մի առաջարկ ունեմ։ Այսօր 3 ուժերի ղեկավարները իրենք մարդիկ են, որոնք ստեղծել են, արել են, կառուցել են, շենացել են, օգնել են, 3-ն էլ։ Եվ Սամվել Կարապետյանը, եւ Ռոբերտ Քոչարյանն եւ Գագիկ Ծառուկյանը։ Ես առաջարկ ունեմ մեր երկրի քաղաքացիները պետք է համատելու բան ունենան։ Այսինքն առավելագույն այս 3 առաջնորդների քարոզչական թիմերը փոքր սկեչներով 10, 15, 20, 30 ոչ ծարաբեռնող փաստացի ասում են այդ 3 անձանց եւ իրենց ընկերների արած գործերի մասին։ Ինչեր են արել, ստեղծել, արարել, օգնել։ Դրան զուգահեռ դրվում է թե Փաշինյան Նիկոլի 8 տարվա կառավարման ժամանակ ինչ կորուստներ են ունեցել։ Այսինքն մարդ, որպեսզի կարողանա համեմատել ստեղծողի, արարողի եւ կորուստ ունեցողի։ Ես նաեւ հորդորում եմ, որտեվ սա ինքը շատ լղոզված է եւ այդ 300 դպրոց են կառուցել քարոզչական վահանակները, նորից միացինից գալիս եմ գրում է Նախ 350 դպրոց հանձնելը։ Չէ, որ այդքան կառուցել է, չգիտեմ ինչքան 100,000 ուսանող, 231 դպրոց էլ փակել է։ Աշակերտ է ուսանող, որը բլեֆ է, հաստորեն ես թվեր նայեցի 20 քանի հազարը։ Այսինքն իրականում սուտը կեղծիքը, այո, սա Գեբելսյան քարոզչությունն է։ Անընդհատ երբ որ կրկնում ես, մարդկանց մոտ դա ճշմարտության նման է։ Ավելին, եւ Գագիկ Ծառուկյան, չգիտեմ, քանի եկեղեցի է կառուցել, ել չեմ ասում թե ինչ է արել Սամվել Կարապետյանն, ինչքան է շենացել ու քանի եկեղեցի է կառուցել։ Դա Ռոբերտ Քոչարյանի մասին խոսք չկա, ցանկացած հայ ապրող այստեղ 5 անգամ հարստացել է միայն նրա համար, որ ինքը եղել է նախագահ, այդպես տնտեսություն, ինչը որ տեսեք իր կառուցած, այդպես տնտեսությունը զարգացրել է։ Հիմա եկել է եկեղեցի կառուցող, շենացնող, բարեգործ, զարգացնող տղերքի հետ մտել է, ինչ պետք է անի լրբություն։ Իսկ ինքը քանի եկեղեցի է հանձնել Արցախով, քանի դպրոց հանձնել են, որ ասում էր, ինչ ա եղել, Ղարաբաղում ինչ են կառուցել։ Դա դա պետք Բաղթույթը դրանից Ես նորից եմ ասում, որպեսզի մեր երկրի քաղաքացին շատ հստակ, փաստարկված ամեն մի հայ որ հարցնեն, այս 3 առաջնորդները ինչեր են արել, մարդիկ իմանան։ Իսկ դա քարոզչական բարդ բան չի։ Ընդհանրապես այդ մարդկանց ապրածը, արածը, արարածը, ստեղծածը, շենացրածը, օգնածը պետք է քարոզչական դաշտում տեսահոլովակների նման տարածի եւ նույն ձևով թե 8 տարվա ընթացքում Փաշինյանը ինչքան է կառուցել, եթե կառուցել է ինչքան է անվտանգ երկիրը դարձել 8 միլիարդ դոլարի պահով չկա էլի այտենց գոլոշացած է Այն որ ասում էր 8 միլիարդը ինչ է արել։ Ինչ արել։ Մարդը փողը բերել է այստեղ, դրա տոկոսը տալիս է, միլիարդ ու ինչքան։ Մենք ենք տալիս, ինքն է տալիս, բյուջեից է փողը գնում։ մնացել է, ոչ շարժվել է, ոչ ման, ինչ որ մի մասը։ Ինքը տոկոս է տալի, ոչ այս չգիտեմ։ Մենք ենք, ինքը չի տալիս, բյուջեն է տալիս, բյուջեն էլ մեր հաշվին է։ Ինչևէ, ուզում եմ ասել, որ ես նաև հորդորում եմ նրանք ովքեր որ այդ քարոզչական պատասխանատուներ են, խիստ ավելի առարկայական մարդկանց ընկալելի կոնկրետ գործը, կոնկրետ հիմա օրինակ Սամվել Կարապետյանը շատ կոնկրետ տեսա հոլովակ մարդկանց մոտ միայն խոսքը չի, Սամվել Կարապետյանը խոսքը չի։ Դա տեսանյութն է, որի մեջ եւ ձայն ալնում, եւ երաժշտություն ալնում, եւ պատկեր ալնում։ Դե մա ինչ անեն, ասենք Ռոբերտ Քոչարյանը քարոզչական մոմիկներ են, վառարաններ, մութ ու ցուրտ, այդ ամեն ինչը ցույց տա, հետո ծաղկած Հայաստան։ Չէ, ինչ արվել է, չէ, այդ գործը։ Բա մարդը չիմանա, չկարողանա հիմնավորել։ Փաշինյանը որտեղ գնա քաղաքացին հարցնի։ Ասես 3 առաջնորդները այլ են այսքան բան, ուրա քո արածը։ Դու ընդամենը տվել ես սա եւ դա քաղաքացին ասի։ Ընդամենը չի, ինքը կործանել է մի ամբողջ հայրենիք։ Հələ ես ստեղծածի մասն եմ ասում։ Էլ չեմ ասում հայնիկի կորուստի մասին։ Ամենասարսափելին դեռ արժևում է, եթե դուք հանկարծ ալարեք գնալ ընտրությունների կամ գնայք եւ Նիկոլին ընտրեք կամ Նիկոլի Արբանյակներին, Արամ Զավենա չգիտեմ ինչերին։ Ուրեմն ձեր դռները ուզում եք փակեք, ուզում եք բացեք, ադրբեջանցիները գալու են Երևանի կենտրոնից սկսած, էլ չեմ ասում շրջանը։ Եվ դա հեքիաթ չէ, էլի։ Ինչ որ ասում ենք։ Դա իրականություն է։ Ժամանակին ուր են մեզ շպրտելու եւ ժամանակին Արցախում մեր քույրերին եղբայրներին ենք ասում, որ հա չէին հավատում։ Դու գոնե որպես վկա։ Բացատրում հորդորում ասում ենք։ Եվ հետաբար մեր ընտրողներին էլ նաև ասում ենք, ձեր ընտրության մասնակցությունը ինքը պարտականություն է, չմասնակցողը դասալիք է։
Եվ հորդորում եմ ըստ թվային հերթականությամբ ձեր ձայնը տալիս եք այն ուժերին, որոնք ձայն չեն փոշիացնում, այսինքն որոնք երաշխավորված կերպով անցնում են 3-7-17, Այո։ որը չի փոշիացում։ Մյուսները դեռ հարց է կանցնեն թե չէ, բայց այս 3-ը վստահաբար անցնելու են։ Հետաբար ձեր ձայնը տվեք, ումը ցանկանում եք։ Ես իմ նախընտրած ունեմ, Անժելան ունի։ Դրա մասին մենք չենք խոսում, չենք գովազդում, բայց որպեսի Փաշինյանը Չէ, ես կասեմ ինչա, ասենք պիտի անհարմար զգամ, ասեմ ես իշ մարդ։ Անհարմար զգալու խնդիր բան չկա, մենք հրապարակավել ենք ասել, բայց ես ուզում եմ ասել, որ ավելի խելամիտ է այդ 3-ից ցանկացածին, մեկն ու մեկին ումը դուք գտնում եք, բայց գնալը ընտրություններին մասնակցելը պարտադիր է, որտեղ մեր երկրի այսօրն ու վաղը կախված է հունիսի 7-ի այդ միջոցառումից, որի անունն է ընտրություն, իսկ Ռուսաստան նախագահը այդ ընտրությունը անուղղակիացրեց նաև հանրակրվեն։ Այո։ Մասնակցեք այդ ընտրության հանրակրվեին։ Ձեր ձայնը տվեք իրապես նրանց, ովքեր երկիրը ծաղկացել են, շնացել են, պաշտպանել են։ Այդպես։ Շնորհակալություն։